Բարև ձեզ։ Խնդրեմ։ Առավոտը բացվում է եւ մենք միանգամից իմանում ենք, վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են այստեղ այնտեղ։ Առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն, ինչպես ասում են, խորհրդան ոչինչ չեն գտել, դուրս են եկել։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Ну, առաջի եւ հիմնական բանը ինչ պետք է ասել, դա ակնկալելի է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի այդ մելեչնի վրիժառությունը առայն որ նա իրոք պարտվել է ընդդիմադիր ուժերին եւ իհարկե պետք է վրեժ լուծի եւ վախի մթնոլորտ սերմանի, որովհետեւ ընդդիմությունը այնուամենայնիվ որոշել է վերցնել դիպուտատские մանդատները եւ հետեւաբար նա հիմա վախի մթնոլորտ պետք է սերմանի, որ նրանք ԱԺ-ում չխոչընդոտեն Նիկոլի հակահայկական, թշնամական օրինագծերը։ Դա նորմալ, այսինքն Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից շատ նորմալ եւ ակնկալելի պահվածք էր։ Չգիտեմ, իրանք ինչ էին ուզում գտնեին Նարեկ Կարապետյանի տանը, Ծառուկյանի տանը, չգիտեմ, ցանկացած այսօր անազատության մեջ գտնվող մարդկանց տանը ինչ են ակնկալում գտնել, ես չգիտեմ, որտեվ ակնհայտ է, եթե մարդ դուրս է եկել համակարգի դեմ, ապա ուրեմն այդքան խելք ունի, որ տանը ոչ մի բան չպահի։ Ասեմ ավելին, հիշեցնեմ Բագրատ Սրբազանի պահը, երբ որ էլի ոչինչ չեն գտել, բայց ինչ որ սենց անկապ եւ հիմար կոնտեքստից կտրած թղթի փրթիկներ են գտել, որոնք մեղսագրվում, որոնք բան են դար մեղադրյանքի հիմք են հանդիսացել, բայց իրականում դեռ ոչ մի տենց մի բան չկա, ինչը քրեորեն պատժելի արարք կարելի է դիտարկել։ Ռեպրեսիաները ակնկալելի էին, ռեպրեսիաները սկսվել են եւ ռեպրեսիաները շարունակվելու են, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբայր Իլհամ Ալիևը այն ինչ որ ինքը հիմա անում է Ադրբեջանում, ես հասկանում եմ, որ Փաշինյանը նույնը ուզում է անի Հայաստանում, բայց առաջինը Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևչին մի շարք պարագաներից ելնելով, առաջինը Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի որդին էր եւ նա ուներ լուրջ գենետիկ եւ ժառանգական բեքգրաունդ, իսկ Նիկոլ Փաշինյանը գեղեռամիկա, որը ոչինչ չունի եւ չի կարող ունենալ եւ ստեղծի, երկրորդը Իլհամ Ալիևը արդեն 23 տարի է իշխանության է, ճիշտ եմ հաշվում 2003 թվականից, հա, 23 տարի է իշխանության է եւ նա քայլ առ քայլ, փուլ առ փուլ, շատ մանր քայլերով է եկել այսօրվան։ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակը չունի եւ չի էլ ունենա, եւ երրորդ ամենակարևորը դա ռեսուրսներն են, որով Իլհամ Ալիևը կարողանում է զսպել Եվրոպային։ Եվրոպան ինչ որ մի պահից սկսելու է անել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն ինչ անում է այսօր Ալիևի նկատմամբ, սակայն եթե Ալիևը ունի էներգակիրներ, որոնցով նա կարողանում է առևտուր անել եւ չեզոքացնել այդ ճնշումը, Փաշինյանը դա չունի ու չունի իր սեփական ապուշության, հիմարության եւ անպատասխանատվության պատճառով։ Եվ սրա զուգահեռ շարունակում են նաեւ ըստեյության մարդկանցից խլել ունեցվածքը գողանալ եւ հպարտանալ դրանով։ Այսօր առավոտյան Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակ է խլված ու գողացված բնձի ուելնեսի մասին, թե բա վերափոխվել է անունը ամսի 1-ից բացվել է։ Ինչ իրավ։ Դե գիտեք ինչ, ախր իրանց համար իրավունք բառը լրիվ ուրիշ բնույթ ունի, ինչը միջազգային փաստաթղթերում, հա, այստեղ ուժի իրավունքն է, կարամ անում եմ, լավ եմ անում։ Հիմա Ծառուկյանը երբ որ կմտնի եվրոպական դատարան, երբ որ այդ ամեն ինչը հետ կբերի, ախր քթներից ստեն բերելու, դուք դաժե չեք էլ հասկանում, այսօր Ծառուկյանի ձեռից չգիտեմ, ընդ ցեմենտի զավոդն եք խլում, իր այդ ֆիթնես ակումբներն եք խլում, որովհետև ուժներդ պատում է,
բայց վաղը չեմ իսորը ձեր չէ, ձեր երեխեքի խռիկներից են դուզ բերելու։ Թե Ավինյանին թվում է ինքը իր տունը կարողանալու է ժառանգել իր երեխեքին, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, որտեղ նույն ձևի ասելու են, որ Ավինյանի տունը այսուհետ Ավինյանի տունը չի, այլ Պողոս Պողոսյանի տունն է, հուլիսի 1-ից է կարակ գաք ման անեք, էքսկուրսիաներ վարեք։ Ավինյան ինչ է սանելու։ Այսինքն իրանք այդ բումերանգները, որ սեն շռայլում են, չեն հասկանում, որ մի գեղեցիկ օր ֆռալու է իրանց ճակատին խփի, ու շատ ավելի ցավոտ խփի։ Այո, նրանք իրավունք չունեն նման բաներ անելու։ Բայց այդ երբ է օրենքը սրանց համար հիմք եղել գործելավոճ դրսևորելու համար։ Երբեք։ Տարածքները տալ, պաժալստը, թքած ունեմ ինչա գրած սահմանադրության մեջ։ Դատարանների դռները փակել, պաժալստը, թքած ունեմ ինչա գրած սահմանադրության մեջ։ Եկեղեցուն վրա երթի ենթարկել, պաժալստը, թքած ունեմ ինչա գրած սահմանադրության մեջ։ Մի հատ բան ֆիթնես ակումբ կամ չգիտեմ ցեմենտի զավոդ առինջմոլ փակել կամ խլել ինչա, իհարկե ոչ մի բան։ Այսինքն անօրինականությունը եւ քաղաքացիական պայմանագիրը դա քույր քաղաքներ են։ Այս պարագայում ինձ համար անհասկանալի է իրանց պարծանքի հիմքերը։ Ինչով եք պարծենում, վաղը չեմ իսորը պատասխան եք տալու դրա համար։ Ու ոչ միայն դուք, այլ ձեր երեխաները։